Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն Օր ապրիլի 2 Սրանք մտածիր, սրանցում կաց, որ քո առաջադիմությունը ամենին հայտնի լինի։ Առաջին Տիմոթեոս 4:15 խոսք։ Ըստ էության սա խոստում է, որ Տիրոջ գործին ջանասիրաբար խորհրդածելու և լիակատար նվիրվածության միջոցով մենք առաջընթաց կգրանցենք, որը տեսանելի կլինի բոլորի առջև։ Ոչ թե մակերեսային ընթերցանությունն է մեզ շահույթ բերում, այլ խորը խորհրդածությունը։ Ոչ թե մեծ ծավալի աշխատանքի անփույթ կատարումն է մեզ իրական շահույթ բերում, այլ մեր բոլոր մտքերը մեր արածի մեջ ներդնելը։ Ամեն աշխատանքի մեջ շահույթ կա, երբ աշխատանքը կատարվում է ոչ թե շտապողականությամբ, այլ սրտի իրական ներդրումով։ Եթե մենք մեզ բաժանենք Աստծո և Մամոնայի կամ Քրիստոսի և մեր միջև, մենք չենք կարողանա որևէ առաջընթաց գրանցել։ Մենք պետք է ամբողջությամբ նվիրվենք սուրբ գործերին, հակառակ դեպքում մենք կլինենք նողկալի առևտրականներ երկնային գործերում, և երբ ամփոփենք արդյունքները, մենք ոչ մի շահույթ չենք ունենա։ Արդյոք ես հոգևոր մարդ եմ։ Ուրեմն թող որ ամբողջությամբ սպասավոր լինեմ ու ուժերս չվատնեմ երկրորդական բաների վրա։ Ինչ կապ ունեմ ես կուսակցական քաղաքականության կամ ունային զվարճությունների հետ։ Արդյոք ես քրիստոնյա եմ։ Թող Տեր Հիսուսին ծառայելը լինի իմ կոչումը, իմ կյանքի առաքելությունը, իմ միակ նպատակը։ Մենք պետք է ամբողջությամբ լինենք Տեր Հիսուսի հետ և ամբողջությամբ նրա համար։ Հակառակ դեպքում մենք առաջընթաց կամ շահույթ չենք ունենա, և ոչ եկեղեցին, ոչ էլ աշխարհը չեն զգա այն հզոր ազդեցությունը, որը Տերը կցանկանար, որ մենք գործադրեինք։